Այո, ստացվում է, որ հանձնաժողովը տապալեց օրենքի նախագիծը, ասել, որ հիասթափված եմ կամ ցավում եմ, կնշանակի ոչ մի բան չասել, որովհետև տարիներով արձանագրելով բանակի խնդիրները, ես նպատակ եմ ունեցել, պայքարել եմ, որպեսզի մենք վերացնենք այդ խնդիրները ու ստեղծենք մի միջավայր, որտեղ կլինի արդարություն, որտեղ հարուստի երեխաները չեն ազատվի բանակից, քաղաքացիությունից հրաժարվելու կամ կեղծ առողջական թղթեր սարքելու կամ երկիրը լքելու կամ ուսման մեկնելու կամ այլ պատրվակներով եւ ծառայությունը բաժին չի հասնի միայն մեծամասամբ սոցիալապես խոցելի խավերում գտնվող անձանց համար ուզեցել եմ որպեսզի մենք այս մարդկանց բերենք ծառայության պարտադիր եւ նաեւ նրանցից մեծ գումարներ հավաքագրենք ինչը կուղենք ամբողջ ժամկետով ծառայող զինծառայողներին Դեր այդ մտահոգությունները չի հասկացել կամ ինչու չընդունեց Թիմը նախագծին կողմ է եղել թիմ նկատի ունեմ վարչապետին եւ կառավարությանը կարող եք նայել 2025 թվականի մայիսի 22-ի կառավարության նիստը որտեղ պաշտպանության նախարարը արտաքին գործերի նախարարը փոխվարչապետը նիստ վարում պաշտպանում են օրենքի նախագիծը եւ միաձայն ստանում են նախագիծը դրական եզրակացություն Վարչապետը Դրանից հետո ինչա տեղի կարճ ասեմ ինչա տեղի ունեցել Նախագիծը, որը որ դրական եզրակացությունը եկել է ազգային ժողով, Քոչարյան Անդրանիկը ինձ ասել է, ես գնում եմ Ամերիկա գամ, խոսացել եմ կառավարություն, նախարարի հետ, բոլորը կողմ են, շատ լավ նախագիծ է, գնում եմ Ամերիկա գամ, անցկացնենք նախագիծը։ Ասել եմ, պարոն Քոչարյան ջան, եթե դու գնաս Ամերիկա, այս օրենքը 6 ամսով հետաձգվելու է, որովհետև մենք միջև նստաշրջանի ավարտը ժամանակ չունենք, մենք պետք է այսօր նիստը անենք, որ միջև ամառային զորակոչ այս խնդիրները լուծենք, ամեն օր 8 հոգի քաղաքացիությունից հրաժարվում է, եւս մի այդքանն էլ առողջական թղթերով են ազատվում, այսինքն ամեն օր որ հետաձգվի, մենք զորք ենք կորցնելու։ Բացի դրանից, եթե քանի արդեն քննարկումներ սկսել ենք, մարդիկ տեմպը արագացնելու են, այսինքն առողջական թղթեր սարքելու եւ քաղաքացիությունից հրաժարվելու տեմպը աճելու է։ Հիմա մենք պետք է դա անենք։ Ասես չէ, ես գնում եմ Ամերիկա կամ նոր կանեմ, առանց նիստը չանեք, ասել եմ, խնդրում եմ, մենք առանց քեզ մի հատ նիստ անենք, կգաս երկրորդը իրար հետ կանենք։ Ինքը ասեց, չէ, մի արեք, ես կգամ, պետք է լինի 24 ժամյա ռեժիմով նախագիծը կանցկացնենք, կողմ են բոլորը։ Ինքը գնում է Ամերիկա, դրանից հետո մենք նիստ ենք դնում։ Նիստը չի կայանում, որովհետև քվորում չի լինում հայտնի պատճառներով, որտեղ նաև ինքն է մասնակցություն ունեցել։ Դրանից հետո որ ինքը չեմ ուզում շատ բացեմ։ Այո։ Դրանից հետո երբ որ վերադառնում է Քոչարյան Անդրանիկը, երբ որ վերադառնում է, սենց անում։ Ասես ի՞նչ նախագիծ է։ Առաջ անգամ եմ սես բան դրել, ո՞ս կարա մարդ փոխտակարժ ծառայ։ Ասում եմ, պարոն Քոչարյան, մենք իրար հետ պայմանավորվել ենք։ Վարչապետի ներկայությամբ ներկայացրել են։ Մենակ վարչապետի չէ, երկու փոխվարչապետ է, աշխատակազմի ղեկավար, գլխավոր շտաբի պետ, ԱԱԾ տնօրեն, քննչական կոմիտեի ղեկավար, գլխավոր դատախազ, մի քանի նախարարներ ու փոխնախարարներ, այդքան մարդու ներկայությամբ նախագիծը ներկայացրել եմ դեռևս 24 թվականին։ Այդտեղ նստած է եղել, դեմ կարծիք չես արտահայտել։ Մինչ գերատեսչական հանձնաժողովը ձևավորվի վարչապետի որոշումով, դու հանձնաժողովի մշտական անդամ ես, բազմաթիվ նիստեր ենք արել, 6 ամիս քննարկել ենք, մի անգամ չես ասել դեմ ես։ Ամերիկա գնալուց առաջ ասել ես կողմ եմ։ Հիմա հետեսեկի ինչ առանց քեզ նիստ են կարի ասում ես դեմ եմ, ասաց հա դեմ եմ, ես տենց եմ քվեարկելու ու դրա արդյունքում նախագիծը տապալվեց։ Ինչ տեղի ունեցավ նախագծի տապալմամբ։ Քաղաքացիությունից հրաժարվողների թիվը 44%-ով աճեց, միջև 2000 հոգի տարեկան հրաժարվում թիվը դառավ 3000 մոտավոր, մի քիչ։ Այդ մտահոգությունները Կներեք, բանակի այս արատավոր խնդիրները կան, ստացվում է մենք անձնական ամբիցիայի պատճառով կորցրեցինք կարևորագույն նախագիծը։ Ես հիմա պատմում եմ, թե ինչա տեղի ունեցել, ես թե ինչ են պայմանավորվել, թե ով ում զանգել ասել դեմքը քվեարկեք կամ ինչա կազմակերպվել, ես դա չեմ կարող ասել։ Ես մի բան գիտեմ, որ նախագիծը ըստ իս վարչապետը հավանել էր, եթե հավանած չլիներ միշտ գերատեսչական, ինձ ուղիղ չի ասել, կներեք, սպասեք ավարտեմ, ինձ ուղիղ չի ասել, բայց քանի որ իմ խնդրանքներին միշտ
Ընդառաջ է գնացել վարչապետը, հանդիպումներ, քննարկումները կազմակերպել է, աշխատանքային խումբ է ձևավորվել իր որոշումով։ Ես գտնում եմ, որ ինքը տրամաբանական է համարել եւ նաեւ քանի որ կառավարությունը տվել է դրական եզրակացություն, բնականաբար եթե վարչապետը դեմ լիներ, վարչապետը լա չէ նշում, որ կառավարությունը ես եմ չէր կարող վարչապետը դեմ լիներ ու կառավարությունը տար դրական դիրքորոշում։ Անդրանիկ Քոչարյանը դեմ է դուրս եկել նաեւ Նիկոլ Փաշինյանին իր քվեարկությամբ։ Իմ ասածից նաեւ կարող եք այդպես եզրահանգել։